Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցել ենք խորհրդատվական ընկերության ավագ գործընկեր Լևոն Խալաթյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Խալաթյան։ Շնորհակալ եմ, որ կրկին անգամ ընդունել եք հրավերը եւ շարունակելու ենք խոսել ձեզ հետ տնտեսական խնդիրներից։ Երեք իմ հյուրերից մեկը, ով ապրում եւ աշխատում է Հայաստանից շատ ու շատ հեռու, նա ամերիկյան համալսարանի պրոֆեսոր է այլ երկրում, ժամանակ առ ժամանակ գալիս գնում է Հայաստան եւ ի պատասխան իմ հարցերից մեկին նա ասաց, որ նա զարմացած է, որ Հայաստանում տնտեսությունը իր կարծիքով պետք է լիներ շատ ավելի վատ վիճակում, քան նա տեսնում է եւ ասում է, վատ պետք է լիներ ինչու՞ դե պատերազմից հետո տևական շարունակվող շրջափակում եւ այլն եւ մի խոսքով նա ասաց, որ Հայաստանի տնտեսությունը զարմանալիորեն լավ վիճակում է իր կարծիքով։ Համաձայն եք այդ տեսակետի հետ, թե հակառակ կարծիքն ունեք։ Արդեն ներսից։ Շատ հետաքրքիր է, ես չգիտեմ, որ ոլորտում է նա պրոֆեսոր։ Սոցիոլոգ է։ Հա։ Բայց հետաքրքիր է, եթե մենք ինչ-որ մի բանը գնահատում ենք լավ կամ վատ, դե ասենք ինչ չափանիշներով ենք դա գնահատում, որ չափանիշներով։ Մեկ թանկարժեք մեքենաների քանակը Երևանյան փողոցներում դա չափանիշ է լավ տնտեսության, թե սրճարաններում տուրիստների քանակն է չափանիշ լավ տնտեսության, թե զարգացող արդյունաբերությունն է չափանիշ լավ տնտեսության, այսինքն մինչև չափանիշները չկան, մենք լավն ու վատը դա համեմատական է եւ կարիք ունի չափանիշների պարզաբանմանը։ Եթե մենք նայում ենք արտաքին դրսևորումներով, քաղաքի կենտրոնում եթե ման գանք, կմտածենք, որ տնտեսությունը լավ վիճակում է, բայց երբ որ մենք նայում ենք արդյոք է տնտեսությունը այդքան լավ վիճակում է եւ չունի խորքային խնդիրներ, արդյոք տնտեսությունը կայուն է եւ այլն, մենք հասկանում ենք, որ խորքային խնդիրները շատ են, որտեղ այդ նույն չափանիշներով կարելի է քննարկել, ասել դե նայեք մենք ինչ սուպերմարկետներ ունենք, ոնց որ առաջ ասում էր Հենրիկ Իգիթյանը, ասում էր սուպերմարկետներ կան, որ Փարիզում չկան, ուրեմն մեր Հայաստանը լավ վիճակում է։ Այսինքն չափանիշներին մենք պետք է նայենք, իսկ գլոբալ եթե մենք անդրադառնանք լուրջ խորքային գնահատականի, ոչ տնտեսությունը լավ վիճակում չէ, որտեղ տնտեսության լավ լինելը կապված է նրա կայուն լինելու եւ կայուն զարգացման ունակ լինելու։ Իսկ այսօր մենք այդ կայուն զարգացմանը ունակ չենք կայուն զարգացում ապահովել, որը որ կախված չի լինի կամ գոնե քիչ կախված կլինի թե արտաքին ցնցումներից, թե ներքին խնդիրներից։ Մենք պետք է հասկանանք այդ ռեսուրսը մենք ունենք, թե ոչ։ Այդ ռեսուրսը Ինչեմ ուզում ասեմ, որտեղ մի հատ ուզում եի ասել եւս մի բան այդ մարդու ասացի հետ կապված, պատերազմից հետո, իսկ պատերազմը ինչ պետք է աներ, ինչ էր սպասվում, որ աներ Հայաստանին։ Երևանը փառք Աստծո չի ռմբակոծվե, ռազմական ծախսերը ոնց որ կային այդպես էլ կան, այդ մարդիկ, որոնք որ զոհվեցին, ոնց որ ասում է, այդքան է շատ չեն հիշվում այդ երեխաները, որ զոհվեցին, ոնց դի ազդեր ինքը մեր տնտեսության վրա պատերազմը։ Շրջափակումը կար 89 թվից, այսօր էլ կա, ինչն է փոխվել։ Ինչն է տեսել նա, որ չգիտեմ, այդպես կարող է ելեմ ասում, ես շատ ունեմ դրսից եկած մարդիկ, հյուրեր, որոնք գալիս են շատ լավ, ամեն ինչ լավ է, մարդկանց ձեռը փող կա, ծախսում են, տուրիստները նստած են կաֆեներում, գները Փարիզից բարձր են սուրճ սրճարաններում, ասում ուրեմն լավ է ամեն ինչ։ Բժշկությունն էլ է բարձրի դեպ։ Ահա որ բարձր է, մեքենաների քանակը նայում ենք, ես գնում եմ Թիֆլիս, տեսնում եմ, ասենք թե կարող մի օր ման գամ, մի հատ թանկարժեք մեքենա տեսնեմ, Երևանում Սարյան փողոցով մանս գալի, տեսնում ես, խոսում եմ թանկարժեք 150,000-ից թանկ մեքենաների մասին, Սարյան փողոցով երեկոյան ման գաս, տեսնես 50 մեքենա, դա ընդամենը մի փողոց, եթե դրանով դի դատենք, դա տնտեսության լավ վիճակ չի, հակառակը, այսինքն մեր մոտ կա բևեռացում այդ տնտեսության, որովհետև ինչ որ մարդիկ կարող են իրանց թույլ տալ $500,000 մեքենաներ փոքր երկրում, որը իսկապես ունի խորքային խնդիրներ։ Իսկ եթե նայեք, որ ռեստորանները կենտրոնում լիքն են, դա ոչինչ չի նշանակում, որտեղ ռեստորանը դա կենտրոնը մեր մոտ 2 կիլոմետրի վրա է եւ դա շատ փոքր է, որ դուրս գանք, իսկ սովորաբար զբոսաշրջիկները կամ հյուրերը, որոնք որ գալիս են, կենտրոնից դուրս չեն գալիս։ Դրա համար իրանց ասած կարծիքը այդքան էլ մոտիկ չէ իրականությանը, իրանք ինչ որ
խեղաթյուրված տվյալներ են ստանում սխալ, որով կազմում են սխալ պատկերացումներ, բայց իրանց կազմած պատկերացումը մեզ շատ չի ոչ օգնում է, ոչ խանգարում է, դա իրանց կարծիքն է։ Սակայն դուք մատնանշեցիք, որ դա ապացուցում է, որ կա խորքային բևեռացում սոցիալական։ Իհարկե կա։ Միանշանակ կա։ Մենք ունենք մեծ խավ աղքատ մարդկանց, մեծ տոկոս։ Եվ ամենավատը նա է, որ ունենք նաև չքավոր մարդկանց խավ։ Աղքատը էլ ոչինչ, աղքատ ամենտեղ կա, բայց չքավորություն, եթե մեր մոտ տոկոսը 1%-ից ավել է, արդեն դա խնդիր է, իսկ մեր մոտ չքավոր մարդկանց քանակը, այսինքն չքավորության շեմեր են սահմանում տարբեր գիտնականներ, բայց չքավորության սահմանը նա է, որ մարդը չի կարող ապահովի իր կենսական պահանջները, ուտելիք եւ տանիք։ Աղքատությունը մի քիչ ավելի լավն է։ Իսկ մարդիկ, որ այսօր չեն կարողանում ապահովեն ուտելիք եւ տանիքը, դա արդեն չքավորության շեմն է։ Մենք ունենք դա։ Նուրբ անցում է չքավոր, տեսեք, դուք աղքատ եք, չքավորը բնութագրեցիք, աղքատ եւ միջին խավ։ Այդտեղ սահմանը շատ ցայտուն է երևում, թե այդ միջին խավը եւ աղքատը կարելի է նույն խավի մեջ։ Չէ, միջինը ամբողջ աշխարհում էլ միջին է։ Միջին խավը դա հիմնականում դրվում է որոշ սոցիալական չափանիշներ, որին ինքը պետք է բավարարի, որպեսզի լինի միջին խավ եւ գումարային։ Գումարայինը դա միջին, ասում են դա 5-ից 6 միջին աշխատավարձի եկամուտ ունեցող խավն է։ Ուրեմն բևեռացում չկա, ուրեմն նվազագույն աշխատավարձի հասկանալի։ Ուրեմն բևեռացում չկա, կա պարզապես շերտեր, խավեր կան։ Չէ, նայեք ոնց է։ Եթե միջին խավը կայուն, մենք ունենք միջին խավ, ունենք աղքատ, ունենք չքավոր։ Բևեռացում կա, եթե Հայաստանում միջին աշխատավարձը դա 240,000 դրամ է առանց հարկերը նվազեցնելու, եւ մենք տեսնում ենք մեծ քանակի թանկարժեք մեքենաներ եւ թանկարժեք տներ Եվրոպայից բարձր գներով տներ եւ սրճարաններ։ Այսինքն մենք հասկանում ենք, որ մենք Եվրոպային չենք հասնում միջին աշխատավարձով, շատ հեռու ենք, բայց այդ քանակը թանկարժեք իրերի եւ ակտիվների չեն համապատասխանում մարդկանց եկամուտներին։ Նշանակում է խարդախությունն է մեծ տոկոս կազմում։ Բացի նրանից հարցնում եմ ես։ Խարդախություն դնենք մի կողմ, նույնիսկ եթե այդ մարդիկ լրիվ իրանց հարկերը վճարում են, օրինական բիզնես են անում, բայց նույնիսկ դա էլ չի բացառում բևեռացումը։ Մարդը կարող է ունենալ բիզնես, մենաշնոր, գերիշխող դիրք եւ դրանով ապահովել իր բարեկեցությունը շատ բարձր մակարդակի, բայց միաժամանակ լինի բևեռացում եւ լինի չքավոր խավ։ Անցանք հաջորդ հարցին, որի մասին արդեն սկսել ենք խոսել, ռեսուրսները մեր զարգացման, ունենք այդպիսի ռեսուրսներ զարգացման, կարող եք նշել։ Նայեք, զարգացում բառը մեր կառավարության կողմից շատ է օգտագործվում, զարգացում, բայց ավելի շատ օգտագործվում է աճ բառը, որտեղ աճը դա հստակ կատեգորիա է, որով կարելի է ասել, որ մեր տնտեսությունը աճեց 5.7%-ով, աճ եղավ, այսինքն մի քիչ շատ փող եկավ Հայաստան, շատ ծախսվեց, տնտեսությունը աճեց, բայց դա զարգացում չի։ Մերոնք խնդիրը նա է, որ չեն տարբերում աճը զարգացումից եւ առավել եւս հասարակ զարգացումը կայուն զարգացումից։ Մենք ունենք աճ, այսինքն եթե նույնիսկ շատ փող գա Հայաստան տուրիստներից, ռելոկանտներից, չգիտեմ, բարերարներից, հայրենադարձներից, փողը եկավ, փողը ծախսվեց սրճարաններում, տնտեսությունը աճ ապրեց, բայց դա կայուն աճ չի։ Կայուն զարգացման ոչ մի գրավական մենք ստեղ չունենք։ Ինքը եկավ, ծախսվեց, գնաց։ Նոմար պետությունը պիտի մտածի կայուն զարգացման մասին, այսինքն այն զարգացումը, որը կբերի արդյունքներ 1 տարի, 3 տարի, 5 տարի, 20 տարի հետո։ Ու դրանք պիտի լրիվ տարանջատված լինեն։ Այս քայլը ես անում եմ, որպեսզի զարգացում լինի մոտակա 3 տարում, որ կտեսնենք, սա անում եմ մոտակա 5 տարում, սա մոտակա 10 տարում։ Ինքը պիտի տարանջատի նույն էկոնոմիկայի պատասխանատուները պետք է ասեն, որ մեր մոտ սա 5 տարի պետք է տևի, սա 10, սա 20։ Մենք դա չենք տեսնում։ Մեր մոտ միշտ post-factum ասում են, վայ, տեսեք, մենք 5.5% աճ ենք ապահովել, մենք առաջինն ենք տարածաշրջանում աճի տեսակետից։ Դա ոչ մի բան չի նշանակում։ Նույն աճը կարող է վաղը փոխվել անկումով, որի մասին սուս կմնան, դե կասեն, դե ամբողջ աշխարհը ընկել է, մենք էլ ենք ընկել։ Բայց զարգացման համար պետք են լրիվ ուրիշ քայլեր, լրիվ ուրիշ այդ բառը չեմ սիրում, բայց ասեմ տեսլականով մարդիկ։
մոդայիկ բառը դառը, լրիվ ուրիշ տեսլականով մարդիկ են պետք, լրիվ ուրիշ կերպ մտածող եք ասենք, ուրիշ հորիզոն, ավելի երկար հորիզոնով մտածող մարդիկ են պետք, որ հասկանան, որ 5 տարի հետո մենք ոնց ենք մեզ տեսնում, եթե 5 տարի հետո այս մեր քայլերը մեզ բերելու է ճգնաժամի, արդեն պետք է այսօր մտածել։ Մեր հիմնական ռեսուրսը Հայաստանի դա մարդիկ են, մենք ուրիշ ռեսուրս չունենք, մենք նավ չունենք Ադրբեջանի նման։ Մենք տարանցիկ տենց լուրջ հնարավորություններ չունենք Վրաստանի նման, որ Վրաստանը նստած փող է տպում տարանցիկ այդ իրանց այդ նավահանգիստներով, չգիտեմ, այդ նավտամուղերով եւ այլն։ Այսինքն ռեսուրս մենք այդպիսի չունենք։ Մեր ռեսուրսը դա մարդիկ են։ Մարդիկ են ու փառք Աստծո Հայաստանը ոնց որ ասում հերույ է միջեթնիկ հարաբերություններից, որովհետև մենք մոնոպետություն ենք, որտեղ հայերը կազմում են 95%-ից ավել, այսինքն այդ խնդիրներ չունենք մենք։ Այսինքն մեր ռեսուրսը մարդիկ են, բայց ոնց է օգտագործվում այդ ռեսուրսը, որպեսզի տնտեսությունը կայուն աճ ապահովի 5-10 տարվա համար, մարդկանց համար մարդը պիտի վստահ լինի, որ ինքը 5-10 տարի կարող է աշխատել այս միջավայրում։ Մարդը կսկսի օրինակի համար վերցնենք բիզնեսը, ոչ բոլորը իհարկե պետք է զբաղվեն բիզնեսով, բայց վերցնենք ամենաակտիվ եւ ձեռնարկատիրությանը մոտիկ մարդկանց, որոնք ուզում են ինչ-որ բան ձեռնարկեն, բիզնես եւ կապ չունի դա ծառայությունը, արտադրությունը, որ ոլորտում ուզում են, բայց մարդը պետք է իմանա, որ ինքը, երբ որ սկսում է բիզնես, ոչ մեկ բիզնես չի սկսում, որ անի մի տարի ու թողի գնա։ Դա խարդախություն է, դա գողություն է, դա աֆյորա է, որ ուզում են անեն, մի տարի հետո փակեն, փախնեն։ Նորմալ բիզնեսմենը, որը ներդրում է անում, ինքը նայում է ավելի հեռու, բայց ինքը նույն միաժամանակ նայում ասում է, իսկ ես կարող եմ 5-10 տարի ապահովել այս իմ բիզնեսի գոյատևությունը, հələ մի կողմ թողենք մրցունակությունը, մի կողմ թողենք բանկային բարձր տոկոսները, մի կողմ թողենք անշարժ գույքի թանկությունը, հողի թանկությունը, որը որ իրան սկզբնական մեծ կապիտալ է պահանջում։ Հələ հասկանանք պետությունը ինչ է ապահովում այդ մարդուն, որպեսզի ինքը կարողանա երկարաժամկետ պլանավորման։ Վստահություն մարդը ունի պետության նկատմամբ։ Ել եմ ասում, վստահությունը հիմնական տարրն է։ Պետության նկատմամբ այսօր վստահություն չկա։ Պետության քայլերի նկատմամբ չկա։ Պետությունը ասում է վճարեք հարկերը։ Մի քանի օր առաջ վարչապետը գնացել էր ինչ-որ մի գյուղ, ընդդեմտել էր խանութ, ասել էր ապրանքեր վերցրել, ասել էր ՀԴՄ խփեցին, այ դուք բոլորդ պահանջեք ՀԴՄ, թե չէ, նայեք ձեր ճանապարհը գյուղի վերանորոգվել է, դա նրա հաշվին է, որ ՀԴՄ-ներ են խփվում։ Խնդրում եմ պահանջեք ՀԴՄ-ներ, որպեսզի հարկերը վճարվեն։ Բայց մյուս կողմից մարդը ասում է լավ, ես ՀԴՄ-ները բոլորը կխփեմ, կվճարեմ հարկերը ամբողջ ծավալով։ Բայց երբ որ ինքը մյուս քայլում տեսնում է այդ հարկերը ուր են գնում եւ ինչ արդյունավետությամբ են ծախսվում, ինչ արդյունավետությամբ, մարդու մոտ այդ հարկեր վճարելու ցանկությունը իհարկե պակասում է։ Այսինքն այստեղ պետության հանդեպ վստահության հարցն է բարձրանում։ Շատ կարևոր է, երբ որ մարդը տեսնում է, որ նույնիսկ եթե ինքը վճարի հարկեր, երկու խնդիր կա։ Առաջինը այդ վճարած հարկը պետությունը կարող է փոշիացնել, մսխել, խարդախությամբ բաժանել իր բարեկամներին եւ այլն, եւ երկրորդը կողքը տեսնել նույն տիպի ձեռնարկատիրոջը, որ այդ հարկերը չի վճարում։ Այսինքն անհավասար պայմանները բիզնեսի համար ամենավատ բանն են։ Բիզնեսի, որը արդարացի բացել է նորմալ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար։ Եթե ինքը տեսնում է կողքինը հարկը չի վճարում, ինքը վճարում, ինքը արդեն պարտված է։ Երբ որ ինքը տեսնում է, ինքը պարտված է բիզնեսի տեսակետից։ Երբ որ ինքը տեսնում է, որ ես վճարեցի 100 միլիոն դրամ հարկ, բայց այդ 100 միլիոն դրամը մսխվեց պետության կողմից, ինքը արդեն բարոյապես պարտված է։ Ինքը արդեն չունի ստիմուլ զարգացնելու մոտակա 10 տարվա համար։ Հասկանում եք, պետությունը սկզբից ապահովի այդ ծախսերը, ասի ձեռնարկատերը վստահի ինձ, ես այդ փողը լավ եմ ծախսում, վճարի ինձ, ես ապացուցի, որ ինքը դա լավ կծախսի։ Վերցնենք այս վերջին քաղաքապետարանի փոխքաղաքապետի հայտարարությունը։ Իհարկե խելոք մարդ լինելուց ինքը շատ հեռու է, բայց ցենց հայտարարեց, որ տեսակ, որ դուք չվճարեցիք, բոյկոտ արեցիք վճարումները տրանսպորտի, դրա համար մենք նոր տրոլեյբուսներ չենք առնի։ Այսինքն ինչ է ուզում ասի, չվճարեցիք, մենք ձեզ պատժում ենք դրա համար։ Հակառակը պետք է լինի, ինքը պետք է ասի, մենք ներդրում ենք անում, մենք ապահովում ենք ավտոբուսներ եւ տրոլեյբուսներ, դրա համար դուք խնդրում եմ վճարեք այս գումարները։ Ոչ թե ձեր վճարած գումարներով ես կապահովեմ տրոլեյբուսներ կամ ավտոբուսներ։ Հասկանում եք, տվեք
կբերեմ ավտոբուս, չտակ չեմ բերի, հակառակը պետք է լինի, պետք է քաղաքը ասի, ես ապահովում եմ տրանսպորտային ցանց, գրագետ, նորմալ, հարմար բոլորի համար, մեծ ներդրում է արվում, դրանից հետո ասի, ես ձեզանից պահանջում եմ վճարել, որտեվ խնդրում եմ տեսեք, ես իմ պայմանավորվածության մասը կատարել եմ, խնդրում եմ դուք ձերը կատարեք, բերում ենք 20 հատ ավտոբուս ու միանգամից գինը բարձրացնում են, տենց չի լինում։ Գինը պետք է բարձրանա, շատ պետք է բարձրանա, բայց դրա համար պիտի լինեն պայմաններ, ինքը պիտի ասի, ես արել եմ ներդրում, ես իմ խոստումը կատարել եմ, խնդրում եմ դուք ձերը արեք, քանի որ պետության նկատմամբ վստահություն չկա, պետությունը պիտի առաջի քայլը անի, ասի, ես բերել եմ դա, ես արել եմ, ես ապահովում եմ հարկերի ճիշտ ծախսելը, ես ապահովում եմ մրցակցային պայմանների հավասարությունը, խնդրում եմ վճարեք հարկեր, ես բերել եմ ավտոբուսներ, տրանսպորտային ցանցը կառուցված է, խնդրում եմ բարձրացնենք գները եւ վճարեք, տեսեք, որ ես իմ մասը կատարել եմ, թե չէ ասել բարձրացնում ենք, որպեսզի բերենք ավտոբուսներ, իհարկե ոչ մեկ չի հավատա, որովհետեւ մեզ մոտ այսօր պետությանը հավատ չկա, գալ հայտարարել, որ ես այսօր փոխվել եմ, կոռուպցիա չկա, ինձ հավատացեք, ես չեմ հավատում։ Մարդիկ չեն հավատում, որովհետև 30 տարի տեսել են հակառակը։ Գործով ապացուցեք, դրա համար եմ ասում, երկարաժամկետ ծրագիր մարդը չի կարա ունենա, եթե իմանում է ինչ է կատարվում իր հարկերի հետ։ Ես հարկ եմ վճարում եւ դրա դիմաց ուզում եմ ստանամ ինչ-որ բաներ։ Ես չեմ ստանում նորմալ կրթություն։ Ես չեմ ստանում բժշկությունը, տենց խայտառակ ոլորտ մեր մոտ Հայաստանում չկա ոնց որ ամեն ինչով, որտեղ ինքը իր ֆունկցիան չի կատարում, ինքը դառել է բիզնես։ Ոնց որ ռեստորանը նույնը հիվանդանոցը, տարբերություն չկա։ Վճարեցիր կստանաս ինչ-որ ծառայություն, կարող է շատ վատ որակի, բայց կստանաս, չէ՞ կմահանաս։ Դրա մասին է խոսքը։ Առողջապահ, այսինքն պետությունը պետք է ապահովի, եթե ինքը որդեգրել է, ասել է ես սոցիալական պետություն եմ, պետք է ապահովագրի անվտանգություն, կրթություն, առողջապահություն։ Դրանցից համարյա ոչ մեկը մեր մոտ չի ապահովում։ Ինչ ճանապարհներ են ընտրել, ոնց են գնում այդ ճանապարհներով, ինչ միջոցներ են ձեռնարկում, ես չգիտեմ, բայց այսօր մենք ունենք այդ արդյունքը։ Դա համար եմ ասում, մարդը, որ վճարում է, պիտի տեսնի քայլեր, էլի ամեն ինչը կառուցված է վստահության վրա։ Եթե ես վստահում եմ, ես 10 տարվա պլան կկազմեմ Հայաստանի հետ կապված։ Եթե ես չեմ վստահում, ես 10 տարվա պլան չեմ կազմի Հայաստանի հետ կապված։ Պետություն հասարակություն թեմայով դուք ասում եք, որ վստահություն պետության հանդեպ չկա հասարակության մոտ։ Պետության եւ իր բիզնեսմենի մոտ եկեք մասնավոր դեպքը վերցնենք։ Բիզնեսմենի մոտ, որ ասում ես 10 տարվա պլան եմ կազմում, շենք եմ առնում, հող եմ առնում եւ ուզում եմ բիզնես կառուցեմ, որպեսզի ինչ որ բան անեմ, մարդկանց գործի վերցնեմ եւ այլն, ես ուզում եմ տեսնեմ պետության կողմից, ես պիտի վստահեմ պետությանից։ Պետությունը ամեն ինչ անում է, որ իրան չվստահեն։ Պետությանը միայն հարկերն են հետաքրքրում։ Դասում հարկը վճարեք, որ լավ լինի։ Իսկ ես հարց եմ տալի, իսկ դուք ինչի ես պետք է ամեն ինչ ապացուցեմ որպես ձեռնարկատեր։ Իսկ լի դուք էլ ինձ ապացուցեք, որ դուք լավ կառավարիչ եք, ազնիվ մարդ եք, հարկերը չեք մսխում եւ այլն եւ այլն։ Թե հարկերը վճարեք, թե մենք ոնց դրա հետ կվարվենք, դա մեր գործն է, որտեղ մենք խելոք ենք, չեմ հավատում։ Խոսում էինք զարգացման ռեսուրսների մասին, ճիշտ ասած, չֆիքսեցի, որպեսզի կարողանամ ամփոփել։ Մարդիկ, միայն, ուրիշ չունենք։ Միայն մարդիկ Չունենք ուրիշ ռեսուրս։ Մենք կարող ենք կողքից ունենանք ռեսուրս, եթե պետությունը կարողանար ճիշտ կառավարել բնական պաշարների արդյունահանությունը եւ դրանց կառավարումը, դրանց հարկվելը եւ այլն, բայց պետությունը ցույց տվեց, որ չի կարողանում։ Այստեղ այս հարցից բխում է երևի թե կամ ձեր պատասխանից բխում է հաջորդ հարցը։ Եվս իմ հյուրերից մեկը, այս հյուրը արդեն տնտեսական ոլորտում լավ մասնագետ է։ Իմ այդ հարցին թե արտադրություն, թե ծառայություն, արդյունաբերություն, ինչու Հայաստանում մենք առ այսօր չենք այդ ուղղությամբ աշխատում։ Մենք ունեցել ենք Խորհրդային Միությունում եւ ծանր արդյունաբերություն, մի խոսքով չթվարկեմ, գիտենք, որ սաղ կապերը քանդվել են Խորհրդային Միությունում քանդվելուց հետո, բայց անցել է այսքան ժամանակ, 30-ից ավելի տարիներ։ Ինչու մենք չենք վերականգնում ծանր արդյունաբերությունը։ Թեթև արդյունաբերության մասին կխնդրեի։ Եվ այսպես, նա ասաց, որ
տեսակետը այսպեսին է, ես ուզում եմ ձեր կարծիքը այդ տեսակետին։ Ծանր արդյունաբերությունը մենք չունենք ոչ լոգիստիկա այս պահին, հումք չունենք եւ այլն։ Ավելի ձեռնտու է ծառայության ոլորտը զարգացնել։ Ձեր կարծիքը եւ այդ ձեր ասած, որ մարդն է ռեսուրսը։ Եկեք սովետական միությունը մոռանանք, որտեղ այնտեղ ուրիշ տնտեսական մոդել էր կիրառվում։ Բայց մասնագետներ ունեինք։ Մենք ունակ էինք, այսպես ասենք։ Այսօր չունենք մասնագետներ, բայց հələ մի կողմ դնենք, լոգիստիկայի չունենք։ Շատ լավ է ասում ձեր տնտեսագետ զրուցակիցը, բայց նայեք ոնց մենք պետքա անենք, ով պետքա անի, պետությունը, թե մարդիկ։ Բիզնեսը ընտրում է ամենահեշտ ու ամենալավ ճանապարհը, ամենաարդյունավետը, որտեղ ինքը ունի էֆեկտիվության իր մոդելը։ Ով պետքա որոշի, եթե ես ուզենամ անեմ ծանր արդյունաբերություն զարգացնեմ, ես կզարգացնեմ, դա իմ հաշվարկն է, եթե չի արվում, ուրեմն մի բան այն չի։ Դրա համար եմ ասում, հա, սովետական միության ժառանգությունը, որը որ թողնվել էր, մենք անդադ մատնանշում ենք, որ այն ժամանակ կային գործարաններ, դրանք ուրիշ տնտեսական մոդելի շրջանակներում են կառուցվել։ Հիմա նույնը կրկնել հնարավոր չի։ Երկրորդը մենք չունենք մասնագետներ։ Ոչ մի ոլորտում մասնագետների լուրջ պակաս ունենք։ Կարող է ասեք պարադոքս է, մենք մեր ռեսուրսը մարդիկ են, բայց չունենք մասնագետներ։ Հա, չէ, ռեսուրսը մարդիկ են, որտեղ մարդիկ կարող են միակ ռեսուրսն են մարդիկ, ես չեմ ասում, իրանք իդեալական պետության մեջ ապրում են մարդիկ։ Իդեալական ռեսուրսը։ Երկրում մարդիկ են ապրում։ Նայեք, կրթության մակարդակը ինչ որ չափով, որը որ մնացել է։ Ձեռնարկատիրական ոնց որ հմտությունները, որոնք էլի այսպես ասած կան։ Ես չեմ ասում իրանք այն ռեսուրսն են, որը մեզ կհանեն ճգնաժամից, բայց միակ ռեսուրսը մեր մարդիկ են։ Բայց ցավոք սրտի այսօր մենք չունենք մասնագետներ, նույն հասարակ խառատ գտնելը Հայաստանում լուրջ խնդիր է։ Չկա, որովհետև այն համակարգը քանդվեց, որը պատրաստում էր դրանց։ Նայեք, խնդիրը ինչու՞մ է։ Ծառայությունը, այո, բայց ծառայության համար էլ պետությունը չպետք է որոշի, որ ծառայությունը զարգացվի, ինքը պետք է ապահովի այդ մարդկային ռեսուրսի զարգացումը։ Մարդկային զարգացումը պետք է ապահովի պետությունը հենց սկզբից։ Մարդը, որը որ ծնվում է կամ մարդը, որը ամուսնանում է, ասում ես երեխա պետք է ունենա, ինքը պետք է վստահ լինի, որ ինչ որ չափով կրթություն եւ առողջապահություն այդ մարդը կստանա։ Եթե դա ստացավ, ինքը արդեն երեխային կդաստիարակի Հայաստանում, կփորձի տակրթություն, որի համար կբացվեն ինչ որ դռներ, երբ որ ինքը 20 տարեկան դառնա։ Դա է պետության դերը, իսկ հետագայում հա ծառայություններ համաձայն են, որտեղ ծանր արդյունաբերությունը կարող ենք մոռանալ, որովհետև իսկապես ծանր արդյունաբերությունը նրա համար չէ, որ մենք լոգիստիկա չունենք։ Լիքը լոգիստիկա ունեցող երկրներում է ծանր արդյունաբերությունը պարզապես վերացել է, որովհետև այսօր կան երկրներ, որոնք քանի որ շուկաները բացված են, այսօր կան երկրներ, որոնք շատ ավելի արդյունավետ ու շատ ավելի էժան են ամեն ինչ արտադրում։ Դուք չեք կարող փակվեք եւ ասեք մենակ իմ երկրի համար ես արտադրեմ։ Քիմիական արդյունաբերություն։ Ինչ արտադրենք քիմիական։ Մեծ ծավալով Հայաստանը չի կարող արտադրել, որտեղ ռեսուրս չունի, այդ թվում մարդկային։ Թեթևը մեր մոտ զարգանում է, բայց թողեք մարդկանց իրանք հանգիստ դա կանեն։ Թեթևը ամեն ինչ էլ անում են թեթև արդյունաբերությունը։ Եվ սնունդ են արտադրում, եւ հագուստ են արտադրում, այսինքն պետության դերը պետք է լինի նա, որ ինքը պայման ստեղծի, պետության դերը նա այն չպետք է լինի, որ ինքը որոշի որն է գերակայող, գերակա ոլորտը, որտեղ պետքա արվի ներդրում։ Ստեղծեք հավասար պայմաններ։ Դուք ուզում եք ասեք, շուկան է որոշում, պահանջարկն է որոշում։ Պետությունը պետք է ասի, ես դες համար ստեղծում եմ հավասար պայմաններ, խտրականություն չի լինելու։ Առաջինը ընկերությունը, որը վճարում է հարկերը, պետք է չլինի ավելի վատ վիճակում, քան B ընկերությունը, որը չի վճարում հարկերը։ Դա իմ խնդիրն է, ես դա կապահովեմ։ Երկրորդը, ես ապահովում եմ, ոնց որ երաշխավորում եմ սեփականության իրավունքը։ Եթե դու ունես սեփականություն, սեփականությունը ոչ մեկ ձեռք տալ չի կարող։ Երկրորդը, խնդիրը նա է, որ երբ որ պետությունը դա ապահովեց, արդեն մարդիկ հասկանան, որ կան խաղի կանոններ։ Իսկ մեր մոտ խաղի կանոնները ամեն րոպե փոխվում են։ Այսօր ցենց ենք որոշել։ Վաղը որոշեցինք այլ կերպ։ Բայց հավասարություն է։ Հավասարություն կա այդտեղ։ Չէ, իհարկե չկա։ Չկա։ Այսինքն այս հարցում պետության հանդեպ այդ վստահությունը կա, որ դու գոնե հավասար պայմաններում ես աշխատում։ Ոչ, հավասար պայմաններում արդեն ոչ մեկս չենք աշխատում, որովհետև վերջի 30 տարվա ընթացքում մեր մոտ տնտեսությունը, չասեմ բևեռացվել է, բայց ոնց որ մոնոպոլիզացվել է որոշ ընկերությունների կողմից։ Ամեն ոլորտում, նույնիսկ եթե այդ ընկերությունները այսօր ոնց որ հայտարարում են, բերվել են հարկային դաշտ, իրանք դրանից մեկը մնում են խայտարակ մեծ։
Խայտարակ մեծ եւ զբաղեցնում են գերիշխող դիրք։ Բենզինի ոլորտում, մանրածախ առևտրի ոլորտում, ներմուծումների ոլորտում, ամեն միտեղ կան մեծ ընկերություններ։ Նման փոքրը, որը մտնում է շուկա, արդեն անհավասար պայմաններում է։ Ես եթե ուզում եմ բացեմ բիզնես, ես արդեն անհավասար պայմանում եմ մեծ ընկերության հետ, որը գերիշխում է։ Պետությանը երևի դա ձեռնտու է, որովհետև մեծ խոշոր ընկերությունը բարձր հարկեր է, շատ է հարկ տալիս։ Արդյոք իրան դա ձեռնտու է։ Հարցնում եմ։ Խնդիրը նա է, որ եթե մի ընկերություն, որը որ շատ մեծ է, ունի 10,000 աշխատող եւ 10,000 աշխատող աշխատում են ստանում են ընդհանրապես աշխատավարձ, դրա փոխարեն լինեին 1000 ընկերություն 10 աշխատողով, չէ՞։ Կարող է ստացվի, թե այդ հարկերը նույնը կլինեին, բայց այստեղ մի ուրիշ տարբերությունը հետեւյալն է, որ մեծ ընկերությունը ունի մի սեփականատեր եւ ամբողջ ընկերության շահույթը, հələ որ հարկերից հետո հարկերը վճարել, շահույթը գնում է մի սեփականատիրոջ է։ Այդ սեփականատերը սկսում է առնել, չգիտեմ, Փարիզում տուն, կես միլիոնանոց մեքենա, Rolls-Royce-եր եւ այլն։ Այսինքն դա գնում է գերսպառման, որը տնտեսությանը ոչ մի օգուտ չի բերում։ 1000 ընկերությունը, որոնք ունեն 10 հոգանոց անձնակազմ, 1000 ընկերությունները, փոքր խանութները, փոքր արտադրամասերի շահույթները էլի հարկերը վճարելուց հետո ամեն մեկը գնում է մի ընտանիքի սպառմանը, ու այդ ընտանիքի բաժանվում է 1000 տեղ այդ շահույթը, 1000 տեղ բաժանելով այդ մարդիկ ծախսում են առաջնային իրանց կարիքների վրա, դա երեխաների կրթությունն է, դա բնակարան է եւ առողջապահություն, այսինքն սպառում են նրա վրա, որը տնտեսությանը բարձրացնում է եւ սարքում է կայուն։ Այն ընկերությունը, որը 10,000 աշխատող ունի, ինքը այդ ընտանիքը արդեն մի մասը տալիս է իր բնական կարիքների բավարարմանը, մնացածը գնում է արդեն շռայլության։ Այսինքն ստեղ մենք հասկանում ենք, որ մեծ գեր ընկերությունը այդքան օգուտ չի բերում մեր տնտեսությանը, ոնց որ կբերեին փոքր ընկերությունները, որոնք ուղղված էին մի ընտանիքի կարիքների բավարարմանը։ Բայց տրամաբանությունը զարգացման, մանավանդ այդ շրջարկներ, որ բարձրացավ եւ դարձավ 5-ից 10%, դեռ մենք ամփոփում կարծում եմ, դեռ հələ ես աչքովս չընկե, գուցե կա 6 ամիսը, հիմա է 6 ամիսը, 6 ամսվա ամփոփումից հետո մենք փորձենք տեսնել տրամաբանությունը այդ քաղաքականության, հարկային քաղաքականության բերելու է ինչին, կայունացմանը, այդ միջին եւ փոքր ձեռնարկությունների, թե փակմանը, խոշորները կմնան, փոքրները, մանրերը, միջինները կփակվեն։ Հասկանում եք խնդիրը ինչու՞մ է, հարկային ոլորտում պետք է լինի հավասարություն։ Հավասար հարկային դրույքաչափեր բոլորի համար, բայց քանի որ շատ անկանոն է դա արվում, չի բացատրվում։ Նայեք ոնց է, կառավարությունը եւ պատասխանատուները միշտ խուսափում են պատասխանատվությունից, հարցերից։ Նրանք երբ որ մի որոշում են կայացնում, նրանք պետք է ասեն, մենք բարձրացնում ենք շրջանառության հարկը, օրինակ 5-ից 10%, որպիսի քանի որ հետապնդում ենք այս նպատակները եւ դրանից հետո 6 ամսվա ընթացքում կլինի այս արդյունքը, մի տարվա ընթացքում կլինի այս արդյունքը։ Ոչ մի բան այդպեսի չի արվում, ասում են մենք բարձրացնում ենք 5-ից 10%, վերջ։ Ինչ կլինի, ասում են Այդ էլ ուզում ենք որ լիներ, ամեն ինչ նորմալ է։ Ոնց որ քաղաքապետարանը ասեց մենք ավտոյի կայանման վճարը 13 անգամ թանկացնում ենք եւ վերջ։ Ինքը չասեց որ 6 ամսվա ընթացքում մենք կհասնենք այս չափանիշների, որպեսզի Երևանում խցանումները կիջնեն 52%-ով, արագությունը կբարձրանա 17%-ով, ու ասեն, երբ որ տենց թվեր ասեն, վաղը կասեն, բայց չի չա, բայց չբարձրացավ։ Ուրեմն դու կոմպետենտ ես քո հարցում, խնդրում եմ ազատի քո կաբինետը։ Դրա համար ոչինչ չեն ասում։ Մենք բարձրացնում ենք դրույքաչափը, վերջ, ու ոչ մի բան, քանի որ ոչ մի պլան չի ասում, ինչի համար է դա արվել, հավասար պայմանների, ստվերից հանելու, ես չգիտեմ։ Սա ոչ կոմպետենտություն է, թե միտումնավոր է լղոզվում։ Բնազդ է, մարդը բնազդորեն չինովնիկը խուսափում է պատասխանատվությունից, դրա համար ինքը ոչ մի հատուկ բան չի ասում, երբ որ ինքը բանավոր մի բան ասում ես գրի այդ բանը ասա, ասում է չէ, միանգամից խուսափում։ Հետ գանք այդ հարցին, արտադրություն, արդյունաբերություն, թե ծառայություն, ձեր պատասխանը։ Իսկ ինչի՞ պիտի որոշենք, թող բիզնեսը որոշի։ Մենք որոշենք, թե պետությունը։ Չէ, դուք որն եք համարում ինչպես է զարգանալու, լավ, այսպես հարցնեմ, ոչ թե այո, պետությունը չի որոշում, դա ինչ-որ մեկի որոշումը չէ, ինչպես է մեր շուկան ցույց տալիս, որ միտումը ինչպիսին է, դեպի ծառայություն է գնում ավելի շատ Մենք դեպի ծառայություն է գնում շատ, որտեղ այսօր նես ծառայություններ են ինքստինքյան լինում, որ պետությունը ընդհանրապես կապ չունի, բայց ասում մարդկանց ֆանտազիան
ինչի է հերիքում, ամեն ինչ կարողանում են անել։ Այսինքն այն մտքի ճկունությունը մեզ մոտ կա։ Մարդկային ռեսուրսն է կա, փորձում են անել, ինչ որ պրպտալ, գտնել, հետաքրքիր ծառայություններ կան։ Ֆերմաները, տիպլիցաները ոնց է, ջերմոցների բիզնեսը ինչքան որ զարգացավ, մեծ արտահանում են ապահովում, ոչ մեկ չստիպեց դա անել։ Դա ինչ որ մի ձև եկավ եւ ստացվեց։ Այսինքն այդ ճկունությունը կա, իրանք փորձում են անել։ Պետության խնդիրը ուրիշ է, ինքը չպետք է ասի, որ ջերմոց այսօր գերակայում է, ես քեզ արտոնություն կտամ, բոլորդ բացեք ջերմոց, կամ ռեստորանները գերակայում են, եկեք մեզ համար դա գերակա ոլորտ է, թող գան տուրիստները ուտեն, խմեն, գնան։ Ու մեր բոլոր աշխատողները թող դառնան մատուցող։ Դրա հարցը չի, պետությունը դա չպետք է որոշի։ Պետությունը պետք է ապահովի ընդհանրապես այն ինչ որ ես ասացի, այսինքն կայունության հիմքեր։ Կայունության հիմքեր։ Կայունության մի տեղը, որտեղ պետությունը խառնվի, իմ կարծիքով դա գյուղատնտեսությունն է։ Իմ կարծիքով դա շատ կարևոր է, որտեղ դա արդեն ռազմավարական խնդիր է, որպիսի այնպիսի զարգացում փորձի ապահովել գյուղատնտեսության համար։ Զարգացած երկրները դա արել են սուբսիդիաների միջոցով եւ որպիսի իրանք պահեն, չկոնցենտրացնեն ամբողջ բնակչությունը Հայաստանի Երևանում, այլ մարդկանց համար ստեղծեն նենց պայմաններ, որ իրանք կարողանան իրանք գյուղերում եւ փոքր քաղաքներում ապրեն, զբաղվեն իրանք գյուղատնտեսության հարցով եւ ապահովեն այն մարդկային ռեսուրսը, որը մեզ պետք է ամբողջ Հայաստանը, ոչ թե միայն Երևանում։ Դրա համար պետությունը պետք է ցանկացած գյուղ, որը գտնվում է սահմանի մոտ, սահմանից հեռու, պետք է ապահովի լավ ճանապարհներ, պետք է ապահովի տրանսպորտային կապ, պարտադիր, պետք է ապահովի այն ինֆրաստրուկտուրան, որը որ պետք է փոքր գյուղերի համար, այսինքն հասանելիությունը գոնե հիվանդանոցի, գոնե մոտիկ, որպեսզի աշխատի շտապ օգնություն, ինչ որ դպրոց, որը լինի կահավորված, գոնե պրիմիտիվ, ինչ որտեղ մարդիկ հասկանան, որ իրենց երեխան, եթե նույնիսկ 5 երեխա կա դպրոցում, գյուղում, իրանք գնում են նորմալ դպրոց։ Այդ դա պետության բանն է, որպեսզի մենք պահենք այն մարդկային ռեսուրսը Հայաստանով մեկ սփռված։ Այդ խնդիրն է, որ եւ պետությունը պետք է պատրաստ լինի գնել այդ գյուղարտադրանքը ինչ որ գներով, որպեսզի այդ մարդկանց պահի այդտեղ։ Եթե ինչ որ գյուղում, X գյուղում, որը գտնվում է, չգիտեմ, Լոռու մարզում, կարելի է աճեցնել միայն կաղամբ, ուրիշ բան դեռ չի աճում, բայց այդ գյուղը շուտվանից այնտեղ կա, ինքը չպետք է թողի, որ այդ գյուղը մարդիկ վերանան այդ գյուղից։ Կաղամբը, ուրեմն ապահովում են կաղամբի գնումները ձեր մոտից կամ կաթի գնումները։ Ինքը պետք է սուբսիդավորի, ոչ թե օրինակի համար կաթ արտադրողին սուբսիդավորի, որպեսզի ինքը առանց թուրքերի Պարսկաստանից բերի սերուցք, որպեսզի արտադրի կարակ եւ հայկական կարակի տեսքով մեզ վաճառի, այլ ասի, որ ես քեզ կսուբսիդավորեմ միայն այն պայմանով, եթե դու ամեն գյուղում կամ ամեն շրջանում բացես քո կաթի մթերման հերիք եւ կաթի վերամշակման արտադրություններ։ Իսկ ինքը սուբսիդավորում է պարսկական սերուցքի ներմուծումը Հայաստան։ Տրամաբանությունը այնքան զրոյական է, որ եթե դու բերում ես 50,000 տոննա պարսկական սերուցք, դու մինիմում մի 100,000 գյուղացու զրկում ես հացից։ Եթե պետությունը դա անում է մեր էկոնոմիկայի նախարարի հանճարեղ որոշումներով, ուրեմն մենք ունենք խնդիր։ Եթե դու այդ 50,000 բանի սուբսիդավորելու փոխարեն ասես բաց 20 հատ կաթի մթերման կետ գյուղերում, ես քեզ դրա սուբսիդիան կտամ, խնդիր չկա, որպեսզի մարդիկ մնան այդտեղ։ Դա այն ոլորտն է, որտեղ մտածում եմ պետությունը միանշանակ պետք է մասնակցի, ֆինանսավորի, փող ծախսի, ճանապարհներ, ենթակառուցվածքներ եւ բիզնեսի խթանում։ Այդտեղ պետք է անես, մնացածը ստեղծեք պայմաններ, մարդիկ կանեն։ Մեր մոտ ոնց ասեմ, ոչ թե ուզում ուրիշներին վիրավորեմ, այլ մերոնց եմ ուզում գովամ, մերոնց մտքի ճկունությունը թույլ կտա իրանք ամենտեղ գտնեն լուծում։ Անդադ մի բան սարքում են, մի բան անում են, տակ են տալի, փակվում են, սնանկ են ճանաչվում, նորն են բացում, նոր ռեստորան են բացում, նոր արտադրություն, ինչ որ անընդհատ ինչ որ մի բան ստացվում է։ Բայց ստեղծեք պայմաններ, որպեսզի մարդիկ աշխատեն։ Այսինքն բիզնեսի կողքին պետք է լինի պետությունը։ Չէ, բիզնեսից հեռու թող լինի պետությունը։ Պետությունը, որ մոտիկ է, ցանկացած դեպքում ինքը վատ է։ Պետությունը պետք է լինի հեռու, իր գործը անի, քաշվի են կողմ։ Պայմաններ ստեղծելու մեջ է։ Իհարկե, ինքը չպետք է ասի հարկ վճարեք, հետո ես ձեզ պայման կստեղծեմ։ Ոչ, պայման ստեղծի, որ ես հարկ վճարեմ։ Հերթականությունը, ոնց որ քաղաքապետարանի տրոլեյբուսների օրինակում, հերթականությունը խախտում են։ Պայման ստեղծի, որ ես հարկ վճարեմ։
Ոչ թե հարկ վճարի, որ ես քեզ պայման ստեղծեմ։ Գործարարները ավելի այդ ինչ ես ձևակերպում եմ, դրանք հարցի տեսքով եմ ես այսպես ձևակերպումներ եմ անում։ Գործարարները, բիզնեսները ավելի առաջ են, քան պետությունը կարողանում է հետևներից հասցնել։ Եվ եթե Չէ, մտքով իհարկե առաջ են, ճկունությամբ առաջ են, առաջադիմությամբ առաջ են, ավելի բաց, ոնց որ ասում են, լայն հորիզոններով մտածելով առաջ են։ Հաջողության հասնելով ոչ, որովհետև պայմանները ստեղծված չէ։ Չէ, հաջողության էլի են հասնում, բայց եթե մենք ուզում ենք ասենք մեր կայուն զարգացումը ո՞րն է, այսօր հասավ հաջողություն, պետությունը վաղ մի հատ նես քայլ կանի 100 հատ բիզնես կփակվեն։ Պետությունը պետք է ապահովի նենց պայմաններ, որ ճանապարհը եկեք վերցնենք։ Դու ապահովի լավ ճանապարհ, որպեսզի ես գամ շուկա հանգիստ, ոչ թե 4 ժամում, այլ 1 ժամում։ Դրանով արդյունավետությունը կբարձրանա շատ։ Ճանապարհներ ապահովեք։ Մի հարց, այսպես մի կետ կարող եք նշել, որտեղ կարելի է գովել պետության, ասել, եկեք տեսնենք պետությունը ինչ որ մի բան արել է, որպեսզի զարգանա մեր տնտեսությունը։ Չէ, ինչ որ մի բան արվում է, ես կարող եմ ասել մի քանի տասնյակ կետեր, որը որ Չէ, 1, 2, 3։ Չէ, նայեք ոնց է, սխալ ենք մենք դնում հարցը, ասեմ ինչի։ Եթե մենք ասում ենք պետությունը նայեք ինչ լավ, մեկ որ ես վիճում եմ ընկերներից, ծանոթներից հետ ու ասում եմ, որ ոնց թե դու չես տեսնում, որ այս բանը արվեց, նայի տարբերությունը այն ժամանակվա ու հիմիկվա։ Ես ասում եմ, ընդունում եմ, որ դա արվեց, գովելի է, որ դա արվեց, բայց մենք 7 տարում արել ենք ոչ թե 7 տարվա գործ, ոչ թե 5 տարվա գործ, այլ մի տարվա գործ։ Դա 15%-անոց արդյունավետությունը չի կարելի գովալ։ Այդ ոնց որ ինձ ես բերեմ, չգիտեմ, տանը վերանորոգողին, որը պետքա մետլախ խփի, ինքը իմ մոտ օրական խփի 2 հատ մետլախ ու գնա։ Ու տեն շարունակի, որ գամ ասեմ, որտես 2 հատ խփել եմ, դու չես տեսնում արդյունքը։ Ես տեսնում եմ արդյունքը, բայց ես սպասում եմ, որ դու օրական գոնե 2 քառակուսի մետր կխփես։ Այսինքն արդյունավետության մասին ենք խոսում, թե չէ թե վերցնենք քանակային, դա սխալ համեմատություն է, մենք դե վերցնենք 7 տարի ժամանակը, ինչ հնարավոր էր անել եւ ինչ արվել է, թե չէ շատ բաներ է արվել։ Մեր մոտ այն կոռուպցիայի մակարդակը ես կողմ եմ ասելու, միանշանակ իջել է կոռուպցիայի մակարդակը։ Շինօրինների մոտ վախի մակարդակը բարձրացել է, դա գովելի է։ Բացատրեք ինչ են շահում։ Վախում են։ Ինչից։ Պատժից։ Վախում են տենց ակնհայտ ապօրինություններից։ Ակնհայտ ապօրինություններ մենակ անում են նրանք, ովքեր որ չեն վախում, դա մի քանի հոգի են։ Էլի լավ է։ Էլի լավ է, մի քանի հոգին դա լավ բան է։ Էլ եմ ասում, կոռուպցիայի քանակը ծավալը մակարդակը իջել է չինովնիկների մոտ մի քիչ կա ավելի ձիգ լինելու ստիմուլներ։ Դա կա, բայց էլ եմ ասում, անել ինչ-որ քայլ, որը հետո եթե չանես կամ չպահես միանգամից հետ կգնա, դա կայունության ոչ մի բան մեզ չի տալիս զգացողություն։ Մենք դի կայուն իմանանք, որ սա մի անգամ արվեց, չինովնիկը էլ հետ չի գնա, կոռուպցիան էլ հետ չի գնա։ Դրա համար պետք է ստեղծվեն ինստիտուտներ եւ ռեֆորմներ։ Ռեֆորմը դա ուրիշ է, ռեֆորմը ոչ թե դա ցանկությունն է ղեկավար, երկրի ղեկավարի, որ ասի ով որ կաշառք վերցնի գլուխը կպոկեմ, օրինակի համար տենց բան ասե։ Վաղը ինքը չկա, գլուխ պոկող չկա, էլի կգա հետ ամեն ինչը։ Դա չեղավ ռեֆորմ, դա չեղավ կայունություն։ Մարդկային գործոնով պայմանավորված, այն էլ կասկածելի, գուցե խտրական, ինչ որ մեկին անում է, մեկին անում են, մեկին չեն անում, հա, ընդունում եմ, հա, ընտրովի։ Միանշանակ, բայց էլի եմ ասում, պետության դերը իրանք սխալ են հասկանում։ Պետության դեր իրանք ասում են մենք հիմա կմտնենք ինչ գործ ունի տնտեսության էկոնոմիկայի նախարարը գնա ինչ որ գործարաններ կամ արտադրամասեր բացի եւ մանգա այնտեղ ինչ գործ ունի դա իր գործը չի երբ որ ինքը գնում է երբ որ ես տեսնում չինովնիկին գնում է ինչ որ լենտочка կտրելու ես ասում եմ ինքը իր գործով չի զբաղված ինքը պետք է նստի իր կաբինետում ոչ թե հանդիպի բիզնեսմենների հետ այլ պայմաններ ապահովի առանց կոնկրետ բիզնեսի հետ հանդիպելու որտեվ եթե նույնիսկ ինքը շատ լավն է խելոք է, իհարկե դա այդպես չի, բայց եթե ինքը այդպես է, ինքը եթե մեկի հետ հանդիպում է, ինքը մեկի խնդիրներն է լսում, ինքը չպետք է լսի մեկի խնդիրները, ինքը պետք է նայի ավելի լայն հորիզոններին, պետք է հասկանա արդյոք ամբողջ տնտեսությանը այն ինչ որ քայլը, որը որ ես անում եմ, կօգնի։ Ոչ թե այս ոլորտին սրան օգնենք, վաղը մյուս ոլորտը կգա բողոքի, մյուսին օգնենք, տենց մենք չենք ունենա
համակարգային լուծումներ։ Եթե այսպեսի համեմատությամբ հարցս դնեմ, ձեր կարծիքով պետության տենդենսների մասին, միտումների մասին եմ խոսում, ռելսերի վրա կա այսպեսի ձևակերպում, ռելսերի վրա է ինչ-որ մի բան, գործը, ռելսերի վրա ավտոմեքենայի անիվներով են քշում, թե դանդաղ, բայց գոնե գնացքի ռելսերի համար համապատասխան անիվներով, ճիշտ ուղղությամբ, ճիշտ որսացել են իրենց նշանակությունը, իրենց առաքելությունը, իրենց պարտականությունը։ Դե մենք սկզբից պետք է հասկանալ, այդ ռելսերը ուր են տանում։ Առաջին ուղղությունն է, հələ անիվները դնենք մի կողմ, ուղղությունն են անում։ Դա համար եմ ասում, ուղղությունը տեսնելու համար պետք է հասկանալ այդ ռելսերը ուր են տանում կամ ուր ենք ուզում մենք գնանք, հետո նոր ընտրենք այն ռելսը, որը որ մեզ պետք է։ Հետո նոր ինչով ենք այդ ռելսերի։ Լավ, սկսենք 1 տարի, 3 տարի, 5 տարի, 10 տարի, ոնց սկզբում ասեցի, ինչ բանով ենք մենք նայում։ Որ ինչն ենք զարգացնում։ Ինչն ենք զարգացնում, այլ կարճաժամկետ, երկարաժամկետ, ինչ պլաններ ենք մենք անում։ Երկրորդ այդ պլանների համար մենք ունենք ռեսուրս թե չէ։ Եթե ունենք, այո, ինչ քայլեր պետք է անենք, որ այդ ռեսուրսը օգտագործենք, որ 3, 5, 10 տարում հասնենք այդ նպատակին։ Այդ հարցերը երբեք չի քննարկվում, երբեք։ Ասում են այսօր, այսինքն իրանք ոնց որ արձագանքում են արդեն եղած փաստի վրա։ Փաստը եղավ, խնդիր եղավ, եկեք լուծենք, արձագանքենք։ Կոյուղին պայթեց, եկեք կոյուղին վերանորոգենք։ Եթե վերանորոգելով տնտեսություն չեն կարող։ Արձագանքային, ոչ պլանավորված, իհարկե, փաստին են արձագանքում, այսինքն եթե փաստը չլիներ, կոյուղի մասին կմոռանային։ Որտեվ խորքային է պետք նայել, եմ ասում, պետությունը տեղեր է խառնում, որտեղ իր գործը չի, իսկ տեղեր կա, որ չի խառնում, որտեղ հենց իր գործն է, ուրիշը տեղ չպետք է խառնվի։ Խնդիրը նա է, որ շատերը ասում են, պետությունից ինչ ես ուզում, այնտեղ չկա հետաքրքրված մարդ։ Իրանը չի, մասնավորինը չի, իր սիրտը չի ցավում, արդյունավետության մասին չի մտածում։ Ընդունում եմ, որ արդյունավետությունը պետությունից շատ հեռու է, բայց դրա մասին էլ մենք խոսում ենք, երբ որ գալիս են մարդիկ, որոնք որ ասում են, մենք կարող ենք անել, մենք տեսնում ենք, մենք ունենք կամք, ամենակարևորը կամք, վճռականություն դա անելու, բայց դե եկել են ասել են պետք է անեն, ուրեմն պետք է տեսնեն, պետք է փորեն։ Դրա համար չէ որ փող աշխատեն, փառասիրությունը, ասեն, որ իմ անունը կմնա պատմության մեջ, որպես այսպես բաները արած է։ Փառասիրությունը նույնպես չի աշխատում, էլի, որտեղ այդ մարդիկ կարող է փառասեր չեն, բայց գոնե հասկանան, որ եթե դա ինքը սա անի եւ բերի ինչ-որ մի հատ բանի վերջնական արդյունքի, ինքը կարող է ասել, որ իմ անունը կմնա պատմության մեջ Հայաստանի, որ ես ռեֆորմա արեցի, բերեցի, կառուցեցի եւ դրեցի։ Իմ բանը շնորհիվ սա կգործի եւս 50 տարի։ Այսինքն իմ օրինակը սանտեղի էր, որովհետև դուք ասում եք ռելսեր անգամ դեռ չկա, որովհետև մենք վերջնանպատակը դեռ չենք ուրվագծել։ Ուղղությունը չգիտենք, ուղղությունը չգիտենք, դրա համար ռելսերը կարող են ուր են գնում։ Ռելսել չունենք անգամ։ Նայեք ոնց է, պատասխանատվության ունենք, չունենք ռելս։ Չէ։ Չէ, պետք է հատ խփելով գնանք եւ այդ ճանապարհով գնանք առանց, նույնիսկ որ ճանապարհը մեզ համար կառուցված է, 5 տեսակի ճանապարհ կա, մենք կընտրենք ուղղությունը, նպատակը ու հանգիստ կգլորվենք այդ ռելսերով, կգնանք այդ ճանապարհով։ Ոչ, չկա։ Մեր փոխարեն մեկը չի եկել մեզ համար կառուցել ռելսեր, որով մենք կգլորվենք։ Չկա այդպիսի բան։ Մենք դինտրենք, ասենք, հեն այն նպատակն է, հիմա եկեք մտածենք ոնց հասնենք այնտեղ։ Մենքը ով է։ Հա։ Մենքը ով է։ Մենք դուք հասարակությունը, պետությունը, իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը։ Հասարակությունը ինքը, հասարակությունը ազգային ժողովը, չգիտեմ, ով է այդ մենքը։ Խոսում ենք մարդկանց մասին։ Ով է նախանշում դա։ Չէ։ Նայեք, մարդիկ արդեն որոշել են իրանք ուր են ուզում գնալ։ Մարդիկ ովքեր են։ Մարդիկ, գործարարները, վարձու աշխատողները, բոլորն գիտեն իրանք ինչ են ուզում։ Իրենց բիզնեսի շրջանը։ Բիզնեսը ուզում է այս մեկը, վարձու աշխատողը ուզում է բանով, հիպոթեկով տուն առնի, մեքենա առնի, երեխային կրթության տա ու մեկ-մեկ գնա հիվանդանոց, որտեղ իրան չեն սպանի։ Ինքը գիտի իր նպատակը։ Բիզնեսը ասում է, ես կստեղծեմ մի հատ բիզնես, միտք ունեմ, մի հատ, չգիտեմ, խիմչիստկա սարքեմ, ամենալավը, ամենասենցը, նենցը կամ տորտի արտադրություն, ես սա կանեմ, կգնամ առաջ։ Ամեն մեկը իր նպատակը ունի։ Պետությունը պետք է հասկանա մարդիկ ինչ նպատակ ունեն։ Ու հասկանա ոնց դրանց օգնել։ Եթե դա խիստ բացասական նպատակներ են, ուրեմն պետք է փորձի մարդկանց փոխել, բայց մարդիկ սովորաբար ամենաէֆեկտիվ ճանապարհն են ընտրում։ Հիպոթեք վերցնելը, տուն առնելը, մեքենա առնելը դա վատ նպատակ չի։ Տորտի արտադրամաս բացելը էլի վատ նպատակ չի։ Պետությունը պետք է հասկանա մարդիկ պատրաստ են դա անելու։ Ճանապարհ ապահովեք այս մարդկանց համար։ Ճանապարհ ապահովեք։ Ճանապարհը եւ ուղղակի եւ փոխաբերական իմաստով։ Ճանապարհ, որով իրանք կարող են հանգիստ շարժվել։
եւ սարքեք նորմալ հավասար պայմաններ եւ ապացուցեք, որ դուք կարող եք հարկերը նորմալ ծախսել։ 1.5 միլիարդի պատմությունն էլ ասեմ, որ դա վստահությունը չի բարձրացնում մեր պետության հանդեպ։ 2023 թվականին մեր փոխքաղաքապետի կնոջ ընկերուհին բացում է ընկերություն եւ 8 օր հետո Անիվ հիմնադրամը, որը ղեկավարում է մեր քաղաքապետը, գնում է այդ ընկերության կեսը 1.5 միլիարդ դրամով, վճարում է պետության բյուջեից 1.5 միլիարդ դրամ դատարկ ընկերությանը։ Մի քանի ամսում այդ 1.5 միլիարդը գնում է արտասահման, ինչ որ խորհրդատվական ծառայությունների համար, անհայտ ընկերություններին։ Իհարկե, 1 միլիարդ դրամով կարելի է ծախսել խորհրդատվական ծառայությունների։ Տենց կարելի է Իլոն Մասկին կամ Բիլ Գեյթսին բերել մեզ խորհրդատվություն մատուցել տենց գներով։ Գնում է եւ մի 6 ամիս հետո փակվում է այդ ընկերությունը։ Էլ գործ չի անում։ Միլիարդ ու կեսը կորավ պետական։ Տեղում, մի րոպեում ոչինչ չի մնաց հետակը, ոչ ակտիվներ, ոչ գործարաններ, ոչ մի բան, 0։ Այդ աղմուկը բարձրացավ։ Արդեն այդ աղմուկը անընդհատ բարձրանում է։ 1.5 միլիարդ վատնվել է մեր քաղաքապետի թեթև ձեռքով եւ իր հավորությամբ։ Բիզնեսը ոնց թե արձագանքի դրան։ Արդյոք ինքը կունենա վստահություն մի պետությանը, որին ինքը վճարել է 1.5 միլիարդ դրամ, եւ այդ 1.5 միլիարդը մսխվել է ինչ որ բարեկամների միջոցով գնացել է արտասահման։ 1.5 միլիարդը դա մի հատ դպրոց է, դա մի հատ ռայոնում հիվանդանոց է, դա մի քանի կիլոմետր ճանապարհ է, նոր ճանապարհ, սարերում կարող է մի հատ թունել է, չգիտեմ, բայց պետությունը, բիզնեսը կամ հասարակությունը ասում են, ես այդ 1.5 միլիարդը վարչապետ ձեր խորհրդով, ձեր արած կոչով վճարում եմ, եկել եմ դաշտ հարկային եւ վճարում եմ։ Իսկ դուք 1.5 միլիարդը տալիս եք ձեր ընկերոջը, որ բաժանի իր բարեկամներին։ Մյուս անգամ ձեր կոչին ոնց ես վերաբերվեմ, ոնց վստահեմ ձեզ։ 1.5 միլիարդը հետ չի բերվում, մարդ չի գնում բանտ նստում դրա համար։ Ոնց վստահ, դա վստահության հարցն է, այդպես 1.5 միլիարդներ տասնյակներ կան։ Հարկերը հավաքեցիք, ոնց ծախսեցիք, վստահության հարցն է, եթե պետությանը ես չվստահեմ, ես երկարաժամկետ պլան չեմ ունենա այս երկրի հետ կապված։ Եթե ես գիտեմ, որ պետությունը կոռումպացված է, մոտ միայն կլինեն կարճաժամկետ պլաններ։ Դուք որպես ձեռներեցեք։ Հա, շուտ բացել մի բան, շուտ մի բան անել, փակել գնալ։ Ես չեմ ասի, ես հիմա մի բան կանեմ, որը 20-30 տարի պլանավորում եմ, որ աշխատի։ Ես ցանկացած նես բիզնես տանեմ, որ ցանկացած պայեմ փակեմ ու գնամ։ Դրա մասին է խոսքը։ Եթե Տիգրան Ավինյանը 1.5 միլիարդի կավորությամբ մսխվում է, ես պետության նկատմամբ վստահություն չունեմ, ես չեմ կարողանա շարունակեմ նույն եռանդով հարկերը վճարել, նույնիսկ եթե ինձ համոզում են ցույց են տալի, տեսեք մենք մեր պաշտպանության շաբան նպատակներով ինչքան ենք ծախսում, զենք ենք առնում, սպառազինություն, տեսեք ինչ լավ է ամեն ինչ, մենք ավելի լավ ենք բան անում եւ բայց ես չեմ վստահի դա, որովհետեւ 1.5 միլիարդը խայտարակ մեծ թիվ է, ակնհայտ թիվ է եւ անպատժելիությունը ինձ տալիս է պետության նկատմամբ հարցերին պատասխանների բացակայություն տալիս է անվստահություն։ Իսկ անվստահությունը բերում է իմ կողմից պասիվության։ Իսկ եթե ես պասիվ լինեմ, տնտեսությունը չի զարգանա։ Ես շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Կարծում եմ կարևոր հարցեր բարձրացրեցիք դուք եւ ձեր խորհուրդները եթե լսեն եւ մտածեն այս թեմաների շուրջ արդեն լավ կլինի։ Իսկ եթե իրագործեն, շատ ավելի լավ կլինի։ Խորհրդատվական ընկերության ավագ գործընկեր Լևոն Խալաթյանն էր մեր զրուցակիցը այսօր, սիրելի բարեկամներ, զրուցը վարում էր Գայանե Առաքելյանը, բարին ձեզ։